Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում այսօր ականատես ենք լինում անհավանական հակադրությունների, որտեղ անկեղծ ուրախությունն ու նոր սկիզբը միահյուսվում են ստոր ինտրիգների եւ անխուսափելի կորստի վտանգի հետ։ Սկսենք ամենադրական եւ սպասված զարգացումներից։ Էդոն գալիս է Թամար տատին տեսակցության եւ Նորոյի հետ անկեղծ զրույցի ժամանակ հայտնում է ամենաուրախալի լուրը։ Ինքն ու Էլիզը վերջապես հաշտվել են, բայց ամենակարևորն այն է, որ այդ հաշտության գլխավոր հեղինակը Մագդան է։ Նորոյի ուրախությանը սահման չկա, բայց նրա զարմանքն ուղղակի կրկնապատկվում է, երբ իմանում է, որ Էլիզն ու Մագդան, ովքեր մինչ այս չէին հանդուրժում միմյանց, միասին գնացել են հարսանիքի գնումներ կատարելու։ Նորոն կատարյալ, բայց շատ հաճելի շոկի մեջ է։ Նա չի հավատում, որ իր քույրն իսկապես պատրաստվում է իր ու Մագդայի հարսանիքին։ Այս մեծ եւ անսպասելի ջերմությունը նշելու համար Նորոն առաջարկում է Էդոյին առիթից օգտվել ու խմել, չէ՞ որ վերջապես թվում է, թե ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Սակայն քանի դեռ ընկերները տանը ուրախ քննարկում են Էլիզի ու Մագդայի դեպի լավը փոխված հարաբերությունները, դրսում իրավիճակը կրկին լարվում է։ Փողոցում Էլիզն ու Մագդան դեմ առ դեմ հանդիպում են Հասմիկին։ Մագդան, ով արդեն կորցրել է հանգիստը, ուղիղ հարցնում է, թե ինչ էր պատրաստվում Հասմիկն ասել իր կյանքի ամենամեծ գաղտնիքի մասին։ Բայց Հասմիկը, լինելով հոգեբանական խաղերի վարպետ, ուղիղ պատասխան տալու փոխարեն սկսում է հեգնել։ Նա ցինիկաբար ասում է, որ շատ ուրախ է, որ իր թողած հաղորդագրությունից հետո Մագդայի մոտ լուրջ կասկածներ ու մտահոգություններ են առաջացել։ Էլիզը զարմացած եւ շփոթված լսում է այս ամենը, քանի որ բացարձակապես գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը եւ ինչ նոր ինտրիգ է հյուսում Հասմիկը իր եղբոր հարսնացուի դեմ։ Իսկ Նորոյի տանը խաղաղությունը շատ կարճ է տևում։ Երբ տղաները դուրս են գալիս, տուն է գալիս Բաբկենի պարտքատերը։ Թամար տատը բացում է դուռն ու հայտնվում է ծանր սթրեսի մեջ, հասկանալով, որ այս մղձավանջից ու այս մարդուց պրծում չկա։ Տղամարդը շատ կոշտ հայտարարում է, որ չի դադարելու գնալու գալ, քանի որ լպրծուն Բաբկենն իրեն ահռելի մեծ գումար է պարտք եւ խոստացել է, որ պետք է վաճառի հենց այս բնակարանը։ Թամար տատը, ում նյարդերն արդեն տեղի են տալիս, հունից դուրս է գալիս եւ պարզապես դուրս է շպրտում այս երիտասարդին։ Անմիջապես հետո նա փորձում է զանգահարել Բաբկենին, պահանջելու բացատրություն, բայց լպրծուն որդին սովորության համաձայն չի պատասխանում զանգերին, թողնելով մորը մենակ այս քաոսի մեջ։ Եվ վերջապես սերիայի ամենաինտրիգային ու վտանգավոր զարգացումը։ Ճակատագրի հեգնանքով այնպես է ստացվում, որ Հասմիկն ու Լանան սկսում են աշխատել նույն դպրոցում։ Հասմիկը, ով արդեն իմանում է Լանայի իրական ով լինելը եւ նրա կապը Մագդայի հետ, որոշում է օգտագործել այս հրաշալի հնարավորությունը։ Նա ծրագրում է դիտավորյալ մտերմանալ Լանայի հետ, նրա վստահությունը շահել, որպեսզի հնարավորինս շատ ինֆորմացիա կորզի։ Հասմիկի նպատակը մեկն է՝ ճիշտ պահին այդ ինֆորմացիան զենք դարձնել եւ դաժան կործանարար հարված հասցնել Մագդային։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները չափազանց հետաքրքիր են զարգանում, եւ մենք երկու հարց ունենք ձեզ, որոնք կցանկանանք քննարկել մեկնաբանություններում։ Առաջինը, ինչ եք կարծում, երբ Նորոն վերադառնա եւ Թամար տատից կամ այլ աղբյուրից իմանա պարտքատիրոջ հերթական այցի մասին, ինչպես կվարվի նա հոր Բաբկենի հետ։ Եվ երկրորդ, արդյոք Լանան կընկնի Հասմիկի լարած ծուղակը եւ կսկսի անկեղծանալ նրա հետ։ Անհամբեր սպասում ենք ձեր վերլուծություններին եւ կանխատեսումներին։ Շնորհակալություն դիտելու համար։